Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է Լիլիթ Գարստյանին խնդրել էին զբաղեցնել վրաց պատգամավորներն։ Ժողովուրդը հայտնում է իշխանությունը միտումնա, որ հետաձգեց ԲԴԽ տեխնացուների քննարկումը։ Հրապարակը գրում է Սամվել Կարապետյանի ձերբակալությունը Փաշինյանին ավելի է գազազեցրել։ Փաստը նկատում է, որ սաստիկ վախերը դարձել են Փաշինյանի գործունեության միակ մոտիվատորը։ Հրապարակը հայտնում է, որ Փաշինյանը կպականներին հասկացրել է հանգիստ վերընկնեն տեղները։ Փաստը նշում է, Փաշինյանը հրահանգել է գործեր սարքել ռուսաստանաբնակ հայ գործարարների դեմ, ովքեր ընդդիմանում են իրեն, խոսում Արցախի մասին, կանգնած են եկեղեցու կողքին։ Ժողովուրդը չի բացառում, որ Սամվել Շահարամանյանին կկալանավորեն։ Փաստը գրում է ժամանակին Փաշինյանին մերժողին պատկանող Տաթև գործում է անցկացվել, կրթվել է նորաձև է միջոցառումը։ Հրապարակը գրում է, որոշ հոգևորականներ դեմ են եղել աջակցություն հայտնել իրենց պաշտպանելու համար հետապնդվող Սամվել Կարապետյանին։ Ժողովուրդը փոխանցում է, որ Լավրովը Երևանում փակ հանդիպումներ է ունեցել Սամվել Կարապետյանի, Հովիկ Աբրահամյանի եւ բարձրաստիճան այլ գործիչների հետ։ Հրապարակի փոխանցմամբ ԵՊՀ ռեկտորը ոչ հերքեց, ոչ հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանին խորհուրդներ է տալիս եկեղեցու դեմ պայքարում։ Ժողովուրդը գրում է Սամվել Կարապետյանն Արմավիրի քրեակատարողականին նարկում պահվում է խիստ հսկողության պայմաններում։ Հրապարակն էլ գրում է Աննա Վարդապետյանի եղբայրը Հեցի տնօրենի Սամվել Կարապետյանի եղբորորդու խորհրդականն է։ Ինչպես է վերաբերվում ապօրինի մեղադրանքին։